Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես նախատեսել եմ տնտեսության մասին խոսել, բայց չեմ կարող մեկ-երկու խոսքով չանդրադառնալ մեր ընդդիմադիր գործընկերների խոսույթին։ Ճիշտ նշեց պարոն Արշակյանը, որ չի կարելի 5 տարի, 10 տարի նույն խոսույթով շարունակել վիրավորական արտահայտություններով, երբ որ ասելիք կա, պետք է ասել եւ քննադատել հստակ, ոչ թե անուններ կպցնել, ոչ թե հայհոյել, վիրավորել, այլ ասել այն ինչ որ պետք է ասել եւ հատկապես այն ուժերը, որոնք 10 տարի իշխանության են եղել եւ խոսում են, որ մեր գործընկերուին խոսեց, որ արդարություն, հավասարություն, ազատություն չի ապահովում ներկայ իշխանությունը։ Կուզենայի հարցնել, արդյոք ապահովում էր դա այն նախորդ իշխանություններից առաջի հանրապետության եւ մինչեւ այսօրվա որևէ իշխանություն, որը ձեր ասած արժեքները ամբողջովին ապահովել է եւ արդարություն է եղել երկրում եւ ազատություն եւ հավասարություն։ Ցավոք սրտի դա շատ ծանր գործ է բոլոր ազգերի համար եւ բոլոր ժողովուրդների համար եւ դրա համար դոմինանտ մեղադրանք հնչեցնելը տեղին չի։ Մանավանդ որ դուք ունեք այդ փորձը եւ կարող եք դա անել եւ փոխանցել հաջորդ իշխանությանը։ Եվ մենք պետք է այո ամեն ինչ անենք, որ այդ ի վերջո համակարգերն այնպեսի լինեն, որ ինչ իշխանություն գա, դրանք չխաթարվեն։ Բայց այդ հարցում դուք պետք է մեզ օգնեք, ոչ թե խանգարեք ու հայհոյեք եւ վնասեք այս խոսույթով հանրային տրամադրություններ փչացնեք, իսկ դրանք ազդում են երկրի վրա, տնտեսության վրա, նաեւ արտաքին ուժերի կողմնորոշման վրա։ Մենք համախմբված հանրույթով կարող ենք պայքարել եւ հասնել այն Հայաստանի տեսլականին, որի մասին դուք նույնպես երևի երազում եք։ Հիմա տնտեսության մասին։ Ես ճիշտ ասած մենք կառավարության մեր գործընկերների տնտեսական բլոկի մի մասը մի կարծիք ունի, մյուս մասը այլ կարծիք ունի։ Ես բլոկի այն մասնակիցների կազմում, որոնք կարևորում են Հայաստանի Հանրապետությունում արտադրական հզորությունների գեներացմանը։ Այսինքն ես գտնում եմ, որ պետությունը պետք է մասնակցի գործարանների կառուցմանը Հայաստանի Հանրապետությունում։ Դրանք իհարկե աշխարհի տարբեր երկրներում տարբեր կերպ են ընթացել, մասնավորապես Ֆրանսիայում եւ Հնդկաստանում պետությունը մասնակցել է գործարանների կառուցմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ այսօր էլ կառուցում է գործարաններ եւ ստեղծում է աշխատատեղեր։ Իհարկե կա հակառակ տրամաբանություն, երբ որ շատ տեսակետներ նշում են, որ պետության մասնակցությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել, որի մասին նաեւ խոսեց երկրի ղեկավարը, որ այո, Հայաստանում էլ փոքր փորձի դեպքում կոռուպցիոն որոշակի խնդիրներ են առաջացել, բայց դա բավարար չի եւ գտնում որ ոչինչ որ ունենք նման խնդիրներ պետք է շարունակել առաջ գնալ, պետք է ստեղծել աշխատատեղեր մեր յուղերում եւ ափսոս ժամանակ սպառվում է այս թեման շարունակելի է, ես կշարունակեմ հաջորդ անգամ հնարավորության դեպքում։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1